Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Բարեբախտաբար ուժասներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Փոխարենը արձագանք ունենք Ֆրանսիայից պաշտոնական արձագանքը հետևյալն է. Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բորոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն ձերբակալված հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ժան-Նոել Բորոն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը, հույս հայտնելով, որ այդ լարվածության զսպման գործում իր ներդրումը կարող են ունենալ Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, մեջբերեմ իր խոսքը. Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով, հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի այս լարվածությունը վերահսկելու եւ զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին, մեջբերման ավարտ նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Ինչպես եւ ենթադրվում էր, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունում հիստերիա է բարձրացվել Ֆրանսիայի այս հայտարարությունների առիթով։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անհեթեթ հայտարարություն է արել, Փարիզին անվանելով, մեջբերում եմ, երեսպաշտ։ Ադրբեջանը, որ մշտապես զենք է ստանում տարբեր երկրներից եւ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, մեղադրել է Ֆրանսիայի Երևանյան մահաբեր զենք մատակարարելու մեջ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Բաքուն իմիջիայլոց առաջ է քաշել եւս մեկ անհասկանալի պահանջ, շակերտավոր վերջ տալ ապակայունացնող արտաքին միջամտություններին, այդ թվում Ֆրանսիայից, նշել են Բաքվից։ Ավանդաբար իհարկե այս ամբողջ ռեալիզմը ներառում է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, հայ ռազմագերիների ազատ արձակելու ֆրանսիացի նախարարի կոչին կտրուկ արձագանքել է նաև Ալիևի ենթակա գրասենյակը։ Այս պահին տեղափոխվենք Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Այս մասին հայտում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանձնաժողովը գրանցումը ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանը ավականու անդամության ինքնաբարձակ է հայտնել, այսպիսով հիշեցնում ենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայները ստացել են ՔՊ-ականները, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, Գյումրու ավականու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալու է Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս ընտրվի քաղաքապետ։ Այսպիսով պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն։ Այս մասին ազգային ժողովում նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, նշում է վարչապետը։
Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին նա կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ դնում են այս տրամաբանությունը, որովհետև ըստ վարչապետի որևէ հեռանկար չունի այս մտածելակերպը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Կրկին մեջբերելով վարչապետին, պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա, Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դե ինչ ելույթ, որտեղ չի հիշատակվում, այսպես ասած, թալանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը ունի առնվազն 21.8% փայաբաժին, նշում է վարչապետը, ես մեջբերում եմ իր խոսքը, եւ այս մասնաբաժնում ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք կա։ Այս մասին վարչապետն է նշում եւ հավելում, որ 2018-2024 թվականների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ 7 ամյա շրջանի, այսինքն 11-ից 17 թվականների համեմատությամբ։ Բա թալանի վերադարձը պոզով պոչով է լինում, հարցնում է Փաշինյանը։ Ի վերջո, ես այսօր առավոտը նստած եմ բանում ազգային ժողովի դահլիճում եւ նայում եմ, դա ինձ համար, ասենք, գիտեք ինչա, մի հատ sense բանի այն ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, այս ինչ ասելու, ես ասենց բան էլի, ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լիներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ, ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշկեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է։ Ի վերջո պետք է հասկանանք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն սկի վրա այդ խաբարել չի լինելու, որովհետև լույս էլ չի լինելու, որ պատուհանից տենաս 2 հոգով էին, թե 3 հոգով էին, հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա ինչ ա եղել։ Եվրոմիության անդամակցության թեկնածու երկրներին ուղերձ են հղել եվրոպական ատյաններից, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։ Այս մասին համենայն դեպս Լյուքսեմբուրգում Եվրոմիության արտաքին գործերի նախարարների հանդիպան մեկնարկից առաջ հայտարարություն է տարածել Լատվիայի արտգործ նախարար Բայբա Բրաժեն։ Այս մասին նաև տեղեկություն է տարածում հերինակավոր գերմանական Deutsche Welle պարբերականը, ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի թղթակիցը մամուլի ասուլիսի ժամանակ, նա հաստատել է նաև Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքակրթության գերագույն ներկայացուցչի խոսքը, Կայա Կալասի մասին է խոսքը, ինչ է ասում բարձրաստիճան պաշտոնյան, մեջբերեմ,
Մենք թեկնածու երկրներին հասկացրել ենք, որ նրանք չպետք է ներկա գտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, ասել է Կալասը։ Իդեպ մենք պաշտոնապես թեկնածության կարգավիճակ չունենք, Հայաստանը չունի, բայց ես հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանը հաստատել է, որ ներկա է գտնվելու Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին նվիրված երկրորդ աշխարհամարտի եւ հայրենական պատերազմի ավարտին։ Այսպիսով ամբողջ ուշադրությունը հայրաքաղաք Գյումրիի կողմն է, այսօր 18 կողմ եւ 0 դեմ հարաբերակցությամբ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրի քաղաքի ղեկավար։ Այսպիսով կոմունիստական կուսակցության խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավականու առաջին նիստում 18 կողմ 0 դեմ ձայներով ընտրվում է համայնքի նոր ղեկավար։ Ղուկասյանը վստահ է, Գյումրին մատով ցույց տալու քաղաք է դառնալու։ Ամբողջից հետո բարձրացեց, որ սա 18 վարդանիստներից 18-ը կողմ է կերակել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Քվեարկության արդյունքները պարզ դառնալուց անմիջապես հետո Ղուկասյանը ծափահարությունների ներքո վերահաստատում է, որ աշխատելու է հավատքով, կառավարության եւ իշխանության հետ պահելու է սուբորդինացիան, ինքը այդպես է դաստիարակված եւ սիրում է հայրենիքը, խոսքի վերջում էլ Թումանյանից մի հատված է ցիտում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգաբնակչությանը իրենց ձայների համար, տրված ձայների համար, ինձ ինչքան որ ձայն ընտրվել եւ մնացած տեխնազուներին բոլորից եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ մի բան գիտեմ, որ որտեղ գրելու ենք ամենակարևորը համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական հիմք ընդունելով հավատքը եւ հայրենիքը։ Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, նամանավանդ, որ աշխատել է 13 տարի ու ինքսի մի ժամանակահատվածում, որ չեմ ուզում ներկայացնել, որ վարձակալությամբ քաղաքապետարանում ենք նստած եղել, չեմ ուզում ներկայացնել անօթևանները, քաղաքի տնակները, որ 40,000-ից ավելի տնակներ են անել այս քաղաքից։ Եվ մի խոսքով այն ժամանակ էլ ես, որ ընտրվեցի, թող լույսը իջնի Միքայել Վարդանյանի շիրիմին, ոչ մի հավականի չունեինք այն ժամանակ, բայց մենք համերաշխ բոլորս իրար հետ աշխատեցինք Իշա քաղաքի։ Ես ուզում եմ որտեղ գրել մի սկզբունք։ Ուրեմն սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը, երկրի հետ շահը, թեկուզ այդպես ասեմ, ուրեմն որևիցե մեկը ուզում է ոտ պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ եւ Աստծո առաջ պատասխան կտա։ Լսելու ենք բոլորին, ոչ միայն տեխնազուներին։ Եթե քաղաքում որևիցե մեկը խմբակցություններ կլինեն, ես չգիտեմ, հասարակական կազմակերպություններ կլինեն, որոնք Իշա քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք, անպայման լսելու ենք, քննարկելու ենք, դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է, այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ, լսելու ունակություն ունեմ, 13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել եւ կոմունիստների ժամանակահատվածում եւ դրանից հետո քաղաքական հենարան չունենալով ասեմ ձեզ քաղաքական հենարան չունենալով իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է։ Armflix առաջատար հայկական մեդիա պլատֆորմը շարունակում է ընդլայնվել եւ հպարտությամբ ազդարում է արդեն նոր համագործակցության մասին։ Ucom-ը եւ Armflix այսուհետև պաշտոնական գործընկերներ են։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը, Ucom-ը հպարտությամբ հայտարարում է Uplay-ի նորարարական հեռուստատեսային մեդիա հարթակի մասին, որտեղ իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ մեծ քաչ հայտնի
Armflix մեդիա հարթակը։ Այսպիսով, հանդիսավոր պայմաններում ստորագրված հուշագիրը վկայում է նրա մասին, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Միջոցառմանը ներկա են եղել նաև մեր նկարանող խմբի ներկայացուցիչները։ Armflix մեդիա հարթակը ընդլայնում է իր հասանելիությունը, կնքելով բացառիկ հուշագիր հեռահաղորդակցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկի Ucom ընկերության հետ։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը, Ucom-ը ազդարարեց Uplay-ի նորարարական հեռուստատեսային TV եւ մեդիա հարթակի գործարկման մասին, որտեղ այսուհետ հպարտությամբ ներկայանում է Armflix մեդիա հարթակը։ Եվ որ մենք խոսում ենք նոր հարթակի մասին ու եւ որ մենք խոսում ենք թվային փոխակերպման ու ստեղծում ենք կամ դրամատրում ենք այսպիսի թվային փորձառություններ բաժանորդներին, իհարկե բովանդակությունը կարևոր դեր է խաղում։ Ու հատկապես հայկական բովանդակությունը կամ կոնտենտը։ Եվ այստեղ է որ համագործակցությունը սկսվում է Armflix-ի հետ, մենք ցերկ ենք սեղմում ուժեղ ձևով, ուզում ենք ճանապարհ քայլենք եւ ուզում ենք հարստացնենք մեր հարթակի հայկական բովանդակությունը այս համագործակցության շրջանակում։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, Uplay-ը ներառում է հայկական եւ միջազգային ֆիլմերի հարուստ ցանկ։ Armflix-ը լինելով ոլորտի խոշորագույն մեդիա կոնտենտ արտադրողը վստահ է, համագործակցությունը խթան է հանդիսանալու նոր նախագծեր ստեղծելու համար։ Այսօրվանից սկսած Armflix հարթակը մտնել է Ucom-ի մեջ եւ այս համագործակցության արդյունքում Ucom-ի որոշակի փաթեթներ, նոր այս փաթեթներ ունեցողները նաեւ կունենան հնարավորություն Armflix նայելու։ Armflix-ը դա ուղիղ մի տարի եղավ այսօր Armflix-ի ստեղծման ժամանակաշրջանը, բայց մի տարվա մեջ 525 նոր կոնտենտ է մեր կողմից արտադրվել եւ դրվել։ Այսինքն համարյա օր չկա, ամեն օր նոր կոնտենտներ է դրվում Armflix-ի մեջ, բոլորի համար, այսինքն կապ չունի դա կրիմինալ ժանր է, դպրոցական, ամեն տեսակի կինոներ, սերիալներ, հաղորդումներ, Աշոտ Ղազարյանի հաղորդումն է նկարահանվում Ամերիկայի Միացյալ Սրտի տանիքումն է, Face Control-ն է եւ բազում այսօր պոպուլյար կինոներ են, Անդարի տնագում, եթե ես կերկին պարեմ, Տանդեմ, այնտեղ դասամիջոց եւ այդ հնարավորություն կունենան բոլորի Ucom-ի նոր փակեջով նայելու եւ ինչպես նաեւ այսօր պայմանագիրը ստորագրելուց հետո մենք նաեւ համատեղ նոր պրոյեկտներ ենք անելու միասին, այսինքն Ucom-ը եւ Armflix-ը պատրաստ են նույնիսկ յուրաքանչյուր երրորդ կողմի առաջարկը վերցնելու եւ նոր նախագծեր մշակելու եւ նոր նախագծեր անելու։ Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը իր խոսքում կարևորեց Armflix-ի հետ համագործակցությունը եւ փաստեց, սպասվում են մեծ ծրագրեր։ Մենք հավատում ենք, որ կարելի է ստեղծել մի միասնական հարթակ, որը միավորելու է ամբողջ համահայկական մի հարթակ, որը միավորելու է ամբողջ աշխարհի հայերին։ Եվ մենք այդ միասնական հարթակով ունենալու ենք եւ կհավաքենք հայկական ֆիլմեր եւ բովանդակություններ, որը կտրամադրի թարմ լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, կծառայի որպես հայերենի ուսուցման միջոց, ինֆորմացիայի փոխանակումից եւ էքսկլյուզիվ կոնտենտից մինչեւ փոխանցումներ, Uplay-ի նոր պլատֆորմի մեկնարկը այս տեսլականի իրականացման առաջին քայլն է միայն։ Ու մենք արդեն այսօր առաջին օրինակը ունենք իդեմս Armflix-ի։ Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Armflix-ի համահիմնադիր Ռոբերտ Օղլավչյանին մեր համագործակցության եւ հայկական բացառիկ բովանդակության գործում ունեցած իր կարևոր ներդրման համար։
Ահա այսպես խոսքից գործի անցնելով հանդիսավոր պայմաններում ստորագրվեց Յուքոմի եւ Armflix-ի միջև համագործակցության հուշագիրը։ Ոլորտի երկու առաջատարները մեկտեղում են ուժերը հանուն որակյալ կոնտենտի եւ հայկական բացառիկ բովանդակության համար։ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարգործնախարարների հանդիպումը, նշում է, որ վրացական կողմը բանակցություններին ներկայացնում էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալյան, Ադրբեջանը փոխարգործնախարար Էլնուր Մամեդովը, Հայաստանը Վահան Կոստանյանը։ Տեղում էր նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Իդեպ Հարավային Կովկասը հսկայական ներուժ ունի, որը 3 երկրները պետք է միասին իրացնեն, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարգործնախարարների հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Մակա Ոջորեշվիլին, նշելով, որ Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի եւ Հայաստանի, եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի համար։ Նրա խոսքով տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որը 3 երկրներն էլ պետք է միասին իրացնեն։ Ոջորեշվիլու կարծիքով տարածաշրջանի վերաբերյալ տնտեսական փոխանակումները եւ եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը շատ կարեւոր են։ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալյանն էլ նշել է, որ հանդիպան շրջանակներում քննարկվել են երկկողմ եւ եռակողմ համագործակցության հնարավորությունները եւ այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել հենց 3 երկրների համար։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, ինչ է ուզում անել ընդդիմությունը, իդեմս ազգային ժողովի երկու խմբակցությունների։ Այս մասին կրկին ազգային ժողովում զեկույցի քննարկման ժամանակ հայտնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, ինչ է ուզում անի ընդդիմությունը, իդեմս այս պահին մի ֆրակցիայի, բայց սովորաբար երկու ֆրակցիաների։ Մեզ ուզում է ներքաշի, թե այն բանավեճի մեջ, թե ով է ավելի շատ թուրք։ Մեզ մեղադրեն թուրք լինելու մեջ, որ մենք իրանց մեղադրենք թուրք լինելու մեջ, որ իրանք ավելի ուժեղ թուրք են, քան մենք։ Ու շատ դժվար է իրականում դիմանալ այդ գայթակղությանը եւ չմտնել այդ բանավեճի մեջ, բայց մենք պետք է քաղաքական հասունություն դրսևորենք եւ չմտնենք։ Չպետք է մտնել այդ բանավեճի մեջ, հարգելի գործընկերներ եւ սիրելի ժողովուրդ։ Չի կարելի մտնել այդ բանավեճի մեջ, որտեղ այդ բանավեճն է, որ մեզ կործանել է միշտ։ Բայց ինչ է անում նաեւ ընդդիմությունը դրան զուգահեռ։ Ուզում է, որ մենք ինչպես 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հրապարակված բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններով չունենանք անկախություն։ Մենք չլինենք անկախ։ Կամ լինենք հնարավորինս կախված։ Այս պահին իրանց կողմից նշված պետությունից, հետո միգուցե այլ պետություններից, ցանկեր անշում տիկին Քրիստինե Վարդանյանը ստեղ չի, երևի պետք է համալրել այդ ցանկերը ռուսի շպիոնների, որտեղ ոնց որ ամբողջական չէր։ Իրանք նաև չեն ուզում, որ մենք ունենանք սահման, պետականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը, ու ասում է, որ մենք ենք վարչությունում որոշե Հայաստանի Հանրապետության սահմանը, չէ, տիկին Վարդանյան։ Մենք չենք որոշել ու չենք էլ ուզում որոշենք։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը որոշվել է Հայաստանի Հանրապետությունը անկախանալիս, որին դուք դեմ եք եղել ու մինչև հիմա դեմ եք։ Հայաստանի Հանրապետության սահմանը Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության սահմանն է վարչական։ Վերջակետ։ Այդ է Հայաստանի Հանրապետության սահմանը, ուզեք, չուզեք։ Եվ մենք այո գնալու ենք, սահմանազատելու ենք այդ սահմանը մինչև վերջ։ Ոնց որ սկսել ենք, ինչպես իմ գործընկերները նշեցին, դա ամենալուրջ ձեռքբերումն ա եղել 2024 թվականին։ Եվ եթե դուք գնաք սովորական մեր քաղաքացիներին հարցնեք սահմանազատման մասին, ինչպես ես ինքս հարուրների հարցրել եմ, ստացել եմ շատ ճիշտ պատասխան։ Ասել է ոնց, բա մենք սահման չունենանք։ Բա մենք չունենանք սահման, ժողովուրդ ջան։ Չունենանք սահման։ Երևի չէ, դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման։ Դե չէ, չի կարելի ասել չեն ուզում, ուզում են, իհարկե ուզում են, պարզապես
մեր հայրենասիրական բոցավառ ճառերի մեջ սահմանն ու հայրենիքը երբեմն այնքանն են խառնվում, որ չեն կարողանում մեկտեղվել։ Հարցումների համաձայն մեր հասարակության մի զգալի հատված Հայաստան ասելիս բոլորովին ուրիշ սահմաններ է պատկերացնում, բայց միևնույն ժամանակ չի էլ պատկերացնում, թե ինչ ծանր գին է վճարում կամ արդեն վճարել այդ պատկերացումների համար։ Հուսամ բառախաղը ճիշտ հասկացաք, իսկ եթե ոչ, շատ պարզ լեզվով ասեմ։ Մենք հիմա այս վիճակում ենք հայտնվել, որովհետև դարերով Հայաստան ասելիս հստակ պատկերացում չենք ունեցել, թե հստակ աշխարհագրական ինչ կոորդինատների մասին ենք մենք խոսում, ով ելել տարածքների մասին է խոսել, ինչ միտք ասես արտահայտել է, ում մտքին ինչ փչել է տարածաշրջանի մասին, գոնե դուրս է եկել հրապարակ եւ գոռացել է։ Այսօր էլ քաղաքական դաշտում կան գործիչներ, ովքեր շատ լուրջ, բավականին լուրջ դեմքով բոլորովին այլ քարտեզներ են թափահարում եւ մեր զգայական ժողովրդին համոզում են, որ Հայաստանը ահա այսպիսինն է, Հայաստանը այս տեսքը ունի կամ մի պայմանով էլի իհարկե, եթե գաք եւ մեզ ընտրեք, եթե իհարկե ձայները հավաքենք, տեսեք ինչ հայրենիք ենք ձեզ տալու, ինչ սահմաններ ենք տալու, ու այսպես շարունակ խափելով, մոլորեցնելով ժողովրդի զգայական հուզմունքի վրա խաղալով, հասել ենք այս կետին, այս պատմական հանգրվանին։ Եվ այս ամենից հետո որպես հետգրություն, եթե կարելի է, ցավալեն գիտեք որն է, հարգելի բարեկամներ, որ այս վերջին ժամանակներում ուսումնասիրելով դաշտը, շփվելով, գործի բերումով տարբեր մարդկանց հետ, հասկացել եմ հետևյալը, որ հայրենասիրության այս շակերտավոր մրցույթում ճիշտը, որպես կանոն, պարտվում է, ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, մեկը գա գոչի ծովից ծով Հայաստան, Քուր Արաքսյան երկիր, Մայր հայրենիք կամ Վիլսոնյան Հայաստան եւ այսպես շարունակ, այդ մարդու լսարանը որպես կանոն ձևավորվում է, հեղինակությունն է բարձր վարկանիշի հասնում, իր կողքը հավաքվում են մարդիկ, ջոր համախոհներ ու ասում են, տեսեք, ինչ հայրենասեր մարդ է, բայց եթե մեկը այդ նույն պորոտախոսության կողքին հայտնվի եւ իրատեսական մտքեր արտահայտի, որ ասի՝ մի րոպե, եկեք եղածը դարձնենք օրինակելի մի բան, եկեք պահպանենք մեր եղածը, միջազգայնորեն ճանաչվածը, միակն ու անվիճելին ու անսակարկելին, դարձնենք մի այնպիսի երկիր, որտեղից հայրերը ոչ թե կփախնեն, այլ կվերադառնան ու կապրեն արժանապատիվ կյանքով, այդպիսի մարդուն կփնովեն, երբեմն կարող են անգամ դավաճան պիտակը փախցնել ու այդպես էլ դարերով ապրելով հասնում ենք այս կետին ու կորցնում ենք իրապես իրատեսական մարդկանց։ Հուսամ գոնե այս պատմական վիճակում վերջին անգամ սխալ այլևս թույլ չենք տա։ Հարգելի բարեկամներ, թողարկման այս հատվածում տաղավարում զրույց է ծավալվելու, հյուրընկալել ենք վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին, ով առաջի անգամ է մեր տաղավարում, հարգելի Արմեն, ողջույն։ Ողջույն։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոտս խերով լինի։ Տաղավարում, Երևանյան տաղավարում ուրախ եմ ձեզ ողջունել, իհարկե Լոս Անջելեսում զրուցելու առիթներ ունեցել ենք, բայց այստեղ, ինչպես ասում են, տեսանկյունը բոլորովին այլ կարող է լինել, չէ՞, Երևանից խնդիրները, խնդիրները, որի մասին նաև դուք եք խոսում ձեր եթերներում, այլ դիտանկյունից են կարծես երևում։ Չեմ կարող չխոսել Գյումրիի ընտրության մասին, զարգացումների, արդեն ընտրված քաղաքապետի հայտարարությունների մասին եւ ինչ որ առումով լակմուսային այն թղթի, որը կարծես ուրվագծեց այն արևմտյան վեկտորը, եվրոպական արժեքները, ժողովրդի շրջանում իրապես տարբեր քաղաքական ուժերի քննարկումները, որ տեսեք, մենք այս ուղղությամբ պետք է գնանք, բան, մեկ էլ հանկարծ Հայաստանի երկրորդ քաղաքը, հայրաքաղաքը այսպիսի կտրուկ ընտրություն է կատարում, մի հեճուկս ամեն ինչի, այդ ձեր մեկնաբանությունները ինչու հանկարծ գյումրեցին այսպես որոշեց։ Մի հետաքրքիր բան կա, երևանցիները, այսպես երևանցի երկրից այդ մայրաքաղաք, հայրաքաղաք պատմությունը, ուրեմն դա մի քիչ այսպես այլ կոնտեքստով էլ է մեկնաբանում, դրա համար ես կգերադասեի երկրորդ քաղաք ասենք, ուրեմն դրա ուղղակի մենք սիրած Գյումրին է, մեր այսպես ասում նաև ժամանակին մայրաքաղաքը Հայաստանի, բայց այսպեսի մի հանգամանք կա, դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք։ Հիմա մենք ունենք արդեն կայացած փաստ, բայց եկեք երկու դիտանկյունից ներկայացնենք։ Մեկը ժողովրդին, մեղադրողների, որտեղ ինչ որտեղ նաև գիտեք բնական է, որ հա մտածում ես ինչպես կարող են գյումրեցիները գնալ ու այսպիսի ընտրություն կատարել հեղափոխությունից, այսպես կոչված
7 տարի անցավ։ Մյուս կողմից, որովհետեւ չկտրեմ մտքիդ էլ անպայման ասեմ դիտարկման մեջ, բացի ժողովրդին մեղադրելուց, մենք Եվրաքվե, մենք տեսանք գործառույթներ, ուժը, որը Եվրոպա էր ներկայացնում ջախջախի շպարտություն է կրում, այսինքն սա լակմուսային թուղթ է։ Դրա համար նախկին ներկա խաղը շարունակվում է։ Այո, երկրորդը շատ ճիշտ է։ Երկրորդը հենց այդ երկրորդ առաջինը դա էր, այսինքն մենք երկու դիտանկյունից, ինչ դերակատարում եւ ինչ այսպես պարտավորություններ ժողովուրդը այս իրավիճակում եւ ինչ դերակատարում ուներ իշխանությունը եւ որտեղ էր իշխանության մեղքը։ Իհարկե, ես իմ եթերներում երկար զգուշացրել էի, զգուշացնում եմ, որ այս իրավիճակը անպատժելիության, երբ որ հեղափոխությունը չի իրացվում, երբ որ ժողովրդավարությունը չի ինստիտուցիոնալացվում, վերելու է նրան, որ մի հատ մատի ճտոցով ամեն ինչ հետ է գնալու։ Ամեն ինչ, ցանկացած տեղ։ Եվ ասեմ ձեզ, իմ այցի նաև նպատակներից մեկը այո, ընդհանուր մթնոլորտին ծանոթանալն է։ Ցավոք սրտի, միայն Գյումրիում չի այդպիսի վիճակ եւ այսպես ասեմ, նախկինները շատ թաքնված, միջնորդավորված, պահպանել են իրենց դիրքերը այն մարզերում, չգիտեմ, օրինակ պայմանական Հովիկ Աբրահամյանը եւ իր շրջապատը, ասենք, իր ազդեցությունը պահպանել է ավանդական այն մարզում, որտեղ ինքը ունեցել է եւ այլն։ Պայմանական մյուսը եւ այլն։ Շատ-շատերը այդպես պահպանել են եւ նույնպիսի անակնկալ արդյունքներ, այսպես մարդիկ որոշ ընտրություններից հետո մենք զգուշացնում էինք, ասենք, հանրապետականի կրծքանշանը փոխել են ԿՊ-ական կրծքանշանով, բնականաբար շատ արագ վերադառնում են արմատներին։ Սա իշխանության մեղավորությունն էր, որը հեղափոխությունը ուղղակի չիրացրեց եւ կանգնած Մաշնիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը ասում են, որ այ հանցագործ քրեական կրիմինալը վերադարձավ իշխանության։ Կրիմինալը քաղաքական կրիմինալը պետք է լինի բանտերում։ Լրիվ համաձայն եմ, ցանկացած քրեական տար պետք է արժանի գնահատական է, ժողովուրդը ասում է մի մեղադրեք մեզ, հիմա մենք երկրորդ ասում ենք իշխանությունը բացի թողի վիճակ է թողել, բայց ժողովուրդն էլ հո լծակ ունի ձեռքի։ Ճիշտ է։ Ցավոք սա իշխանության մեղքն է։ Օբյեկտիվ լինենք։ Հիմա ժողովրդի պահով ասենք, տեսեք, ժողովուրդը ասում է մեզ վախացրեցին, տեսականորեն դուք չպատժեցիք։ Ես փորձում եմ այսպես մի քիչ բան, հա, այսպես ժողովրդի լեզվով բացատրել, այսպես իրենց մտահոգությունը ներքին ժողովրդի, հավաքական ժողովրդի տեսակետը փոխանցել։ Ասում են դուք չպատժեցիք, իրանք ունեն այդ իշխանությունը, իրանք մեզ վախացրեցին, իրանք, չգիտեմ, մեզ առան եւ այլն, հա։ Գիտեք, սա էլ ինձ համար ընդունելի պատճառաբանություն չէ, որովհետեւ 6-7 տարի, ասենք եթերներով մենք այլ վերլուծաբաններ դուք ներկայացնում ենք ինչա ժողովրդավարությունը, որտեղ է ապագան, մենք որտեղ ենք ուզում տեսնել մեր երեխեքի ապագան, ինչքան կարևոր է կրթությունը։ Ինչ ասել է քաղաքացի վերջի այո, ինչ ասել է քաղաքացի, ի վերջո, եթե իշխանությունը չի կանխել, քաղաքացին պետք է կանխի։ Այս քաղաքացիական հասարակություն, որ ասում ենք, այդ Եվրոպայում էլ Արևմուտքում էլ Միացյալ Նահանգներում հիմա տեսնում ենք Դոնալդ Թրամփի վարկանիշը ընկել է եւ ինչ բողոքներ են անմիջապես 2 ամիս չի անցել ընտրություններին Միացյալ Նահանգների 50-51 նահանգներում բողոքի ակցիաներ էին։ Այսինքն, այդ չի նշանակում, որ ժողովուրդը ուրեմն պետքա ձեռքերը ծալի նստի ու ասի, դե որ դուք չարեցիք, ես ոչ մի բան չեմ անելու։ Ցավոք սրտի, հեղափոխությունից 7 տարի անց հայ մարդը դեռ չի հասկանում իր ուժը, որ ինքն է որոշում։ Էլի իր մոտ ներքուս նստած է դե մեզանից ինչ է կախված այդ վատ ուրեմն եւ իրեն բախտի կմահաճույքին թողող արտահայտություն։ Այսինքն մենք կրկին փնտրում ենք տեր եւ պարոն Ղուկասյանի մասին, քանի որ խոսքը գնաց, 3 երբ որ նա հայտարարեց, որ դեմ չէ միութենական պետությանը, որ ընդհանրապես Լուկաշենկոն եւ Բելարուսը ինչ որ առումով օրինակ կարող են լինել, այս դուք պատկերացնում եք, ես չեմ խոսում Կանադա, Միացյալ Նահանգներ կամ ժողովրդավար, Նորվեգիա, ինչ ժողովրդավարական չորեկն, ես խոսում եմ, ասենք Մոլդովայի մասին, դուք կամ Էստոնիայի մասին, դուք պատկերացնում եք որևէ գործիչ, ով հանկարծ երախտագիտություն հայտներ կամ օրինակ ասել, որ այո, մենք Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ պիտի լինենք ու նա լիներ իշխանության, երկրորդ քաղաքը զբաղեցներ, այսինքն նա բառացիորեն քաղաքական որպես կերպար կդադարեր գոյություն ունենալուց, բայց մեզ մոտ այդպես չի։ Մեզ մոտ հակառակը, մենք զանգվածային անգամ չեմ ասի որ ցույցերի պիտի դուրս գային մարդիկ, բայց մենք չտեսանք հասարակական ինչ որ վերաբերմունք, որ ինչպես կարող է հանկարծ միութենական պետության եւ երկրի իշխանություն ու սուվերենությունը կասկածի տակ դնող հայտարարություն հնչել։ Լավագույն
վերաբերմունքը կլիներ ընտրություններում քվեարկությունը։ Այսինքն տեսեք, եթե Գյումրեցին մենք ախր բացատրել ենք, ես էլ հետևորդն եմ, դուք էլ հետևորդներ եք Գյումրիից։ Այդ նույն Եվրադաշինքի ներկայացուցիչները բազմաթիվ հետևորդներ ունեն Գյումրիից։ Գիտեք պատճառաբանություններ, Գյումրեցին չի սիրում, որ Երևանցին քարոզանում, դե լավ վերջացրեք էլի։ Այս ինչ բաժանարար գծեր է, ինչ է նշանակում Գյումրեցին չի սիրում Երևանցին Գյումրիում քարոզանը։ Քարոզ է անում, այսինքն դրա պայքարի մեջ մասնակցել է դա որ ասում են, չէ, պատճառաբանություններից մեկը գիտեք որն է, որ Երևան ինչի պարտվեց Եվրադաշինքը, որովհետև գյումրեցիները չեն սիրում, որ երևանցիները Գյումրիում քարոզեն։ Դե լավ։ Բայց դա քաղաքական տգիտություն է կոչվում։ Այսինքն եթե ընդ որում այնպես չի, որ քաղաքական հիմա խորհրդանական համակարգության մեջ էին ոնց գային քարոզը։ Ախր հասկանում եք, իրենք անհատ չեն ընտրում, այս սա եմ ասում։ Խորհրդանական երկիր է, իրենք ընտրում են քաղաքական ուժ, ուղղություն, արժեքներ, իրենք չեն ընտրում Լևոն Բարսեղյան, Վարդան Ղուկասյան, բայց ցավոք սրտի մենք հասկացանք, որ այդպես չի եղավ։ Եվ հերիքը Հայաստանի ու հայերի միջև այդ բաժանարար գծերը տարվի։ Գյումրին էս չի սիրում, Կիրովականը էս չի, բանակները, Վանաձորը էս չի սիրում եւ այլն։ Հիմա սա մի հանգամանք է, երկրորդը այստեղ շատ կարևոր էր, որ Գյումրին որպես երկրորդ քաղաք այդ մեսիջը ուղարկեր արևմուտքին, որ այ մենք հասկացել ենք այդ արժեքները։ Մենք այսքան բացատրեցինք, տեսեք, ռուսները այդպես վարվեցին մեզ հետ։ Իրանց այսօր պաշտպանում են այն նույն իբր թե կանգնած են իրենց մոտ նույն ռուսները, որ իրենց չեն պաշտպանելու, որը մտան Ավետիսյանների տունը գնդակը հարեցին փոքրից մինչև մեծ, հա, որը էլի սպանությունների մեջ մեղադրվում են եւ ասում են, գիտեք ինչ, այդ ռազմաբազան աշխատատեղեր է ապահովում։ Դե լավ լուրջ եք ասում։ Իսկ այդ նույն գյումրեցին չի կարող այնքան վերլուծել, որ եթե մենք հիմա օրինակի համար բերենք տեսականորեն լավ հայ-թուրքական սահմանը չեք ուզում բացել, բայց եթե Թուրքիայից վտանգ լինի, ռուսներին կփոխարինի օրինակ ֆրանսիական ռազմաբազա կամ ամերիկյան ռազմաբազա ու ասենք չէ, կոպիտ ասած ավելի ուրիշ կուլտուրական որ շատ անիրական բան է։ Չէ, անիրական չի։ Ենթադրության ամեն ինչ հնարավոր է տեսականորեն, բայց եկեք վերադառնանք ես ասեմ իրանց ձգտումների մեջ, եթե իրանք կատարում են ընտրություն դեպի Եվրոպա, Եվրամիություն, հա, կոպիտ ասած դիտորդներ կարող է բերել, որտեղ հայ-թուրքական սահմանները, չէ, եւ այլն։ Համաձայն, բայց փաստացի զրոյացավ կամ մինիմալի հասցվեց եվրոպական ես ոչ թե ասում եմ, որ այսինքն ցանկացած մարդ որ ընտրություն է կատարում, ինքը ուզում է հասկանալ ինչի համար է ընտրություն կատարում, այսինքն բոլոր պատճառաբանությունները իրենք ինչ արեցին, իրենք զրոյացրեցին ըստացության մեր ջանքերը, որովհետև հիմա Եվրոպայում ձեր ասած նստած Պաշտոնյան նայում է եկել է Վարդան Ղուկասյան, որը ընտրվել է ժողովրդի իհարկե կոմպուսից ընտրվել, այո, կոմպուս բառը գիտեք մենք Միացյալ Նահանգներում դուք եք բնակվել կամ բնակ, այսպես հասկանում եք ինչ է կոմունիզմը, էլի։ Մեր հեռուստադիտողներին բացատրենք ընդհանրապես Միացյալ Նահանգներում կարգավիճակ ստանալու, citizen քաղաքացի դառնալու կամ մշտական կարգավիճակ ունենալու համար հարցման թերթիկի մեջ հարց են տալիս։ Մի քանի անգամ։ Երբևէ որևէ կերպ հարել է կոմունիստական կուսակցության թե ոչ, դա ծնողները, այսինքն սա շատ լուրջ դեպք է, երբ որ Հայաստանում երկրորդ քաղաքում կոմկուսից կապ չունի հայացքները ինչքանով են տարբեր, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Համենայն դեպս կոմունիստական կուսակցության առաջնորդը այդ կուսակցությունից դարձավ։ Մենք թվում է հիմա մեկ-մեկ ասում են, գիտեք ինչ, ինչ եք ծանրացնում, կոմկուս եք ասում։ Ի վերջո այդ կոմկուսը ձևական է Վարդան Ղուկասյանը, հարթակ էր դա եւ այլն։ Թե հիմա արի գնանք միասին, որ փորձենք մի հատ, ասենք, չգիտեմ, չեխ պաշտոնյայի մենք բացատրել դա, գիտես ինչ, ծանոթ էին իրար հետ, եւ քանի որ մտերիմ հարաբերություններ էր, առաջարկեցին պարոն Ղուկասյան։ Մեզ հայերից միշտ թվում է, որ բոլորը մեր մասին ամեն ինչ պետք է իմանան ու պարտավոր են իմանալ, այսինքն ինչ մենք տանջվենք, բացատրենք, իրենք ամեն ինչ գիտեն, բայց իրականում իրանք ոչ մի բան էլ չգիտեն, իրանք շատ ուղիղ են նկարում։ Նայում են ինչա կատարում երկրին։ Հիմա, այսինքն, այս իմաստով տեսեք, ըստ էության երկրորդ քաղաքը ու ասեմ, եթե սա, ասենք, իրենք հասկանում են ինչ են ընտրել, իրենք հասկանում են, այսինքն չեն դրսևորել քաղաքացիական խիզախություն, եթե վախեցել են, այսինքն իրենք ըստ էության նախանշել են ինչ ապագա են իրենք ուզում տեսնել։ Եվ ամփոփելով զրույցը այս թեման իրապես մենք շատ կարող ենք զարգացնել, վստահ եմ, բավական հետաքրքիր, բայց որպես ամփոփում ունենք այն ինչ ունենք։ Այո։ Ռեալ պոլիտիկ վերադառնալով, իրատես լինելով, ինչ անել, որովհետև բոլոր ազդակները նրա մասն են, որ տեսարանը լինելու է այնպիսի, ինչպես Երևանի ավականիում է, ինչպես Հայաստանի ազգային ժողովում է, այսինքն հավաքված են ուժեր, որոնց մեկտեղումը, ել չեմ ասում ազգանպաստ, ինչ-որ մի գործառույթ անելը այդ ուժերի միասնական, հա, բանում գրեթե հավասար է 0-ի։
ինչ անել այս պարագայում։ Տեսեք, հետաքրքրականը, որ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները բավականին վախենում են Ռուսաստանի դեմ քայլեր անելուց, մենք ունենք իրավիճակ, օրինակ, որ Փաշինյանը ստիպած խոսում են արդեն, որ պետք է գնա մայիսի 9-ի, չեն ստիպած չգիտեմ, մենք տեսնում ենք Եվրոպայից գնահատականներ, որ արդեն այո, չի կարելի գնալ։ Մենք տեսնում ենք, որ սուր է տանում Ուկրաինայից հարցում եւ արդեն մայիսի 9-ին անգամ մտադիր է կանչել եվրոպական առաջնորդներին սեփական երկիր այդ հակադրությունը հակասություն ցույց տալ։ Այս տարի Ռուսաստանը այդ իրենց կոչված այդ ֆաշիստական գործողությունները կեսվեյն անվանում, այդ պատերազմը, որ ինքը հատուկ օպերացիա են անվանում, հա, այդտեղից զորամիավորում է մասնակցելու այդ շքերթին, որը մեզ համար էլ ավելի անցանկալի եւ վտանգավոր է, հա, այդտեղ մասնակցելը։ Եվ այս իմաստով ժողովրդի քվեն, օրինակ նույն Գյումրիի քվեն, շատ լավ կփոխհատուցեր եւ գոնե կհավասարակշռեր այդ իրավիճակը, հա, որ մենք մեսիջ ուղարկեցինք Եվրոպային, այո, եւ Եվրոպան առաջին հերթին միշտ ասել եմ, արևմուտքը հենվում է ժողովրդի վրա, ոչ թե իշխանությունների, ժողովրդի։ Ինչ անել։ Հաջորդ տարի ընտրությունները եւ չի բացառվում այսպիսի սցենարի կրկնությունը համապետական ընտրություններում, հա։ Ես մի կողմից գլոբալ ժողովրդին չեմ մեղադրում, այսինքն բանի առումով, հա, հասկանում եմ, որովհետեւ ընտրություն գրեթե չկա։ Այսինքն ի սկզբանե ոնց մեր քաղաքական, ասեմ, հիմա ասեմ ինչեմ գրեթե ասում։ Ինչպես մեր քաղաքական դաշտը, ասել եմ 7 տարի առաջ, 10 տարի առաջ աղետալի վիճակում էր, 30 տարի առաջ։ Այսինքն մեր քաղաքական դաշտը անկախ Հայաստանում եղել է աղետալի վիճակում, կա աղետալի վիճակում։ Բայց միշտ հետևյալն եմ ասել, ընտրություն միշտ կա ինչ առումով։ Եթե անգամ դուք համարում եք եւ գտնում եք, որ չունեք այն մարդը, որի հետ լրիվ եւ ամբողջական հույսեր եք կապում, միշտ պետք է հասկանալ, որ պետք է ուղարկել գաղափարական ազդակ, գաղափարական մեսիջ։ Ենթադրենք, կան արևմտամետ ուժեր, ես շատ եմ այստեղ խոսել, մեկին մեկն է վստահում, մյուսին մեկը չի վստահում, ոչ մեկ ցավոք սրտի գլոբալ վստահություն չի վայելում։ Դրա համար կան օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, եկեք չխորանանք այդ պատճառի մեջ, բայց ցանկացած մեկը պետք է հասկանա, եթե ուքը ուզում է, գրում է արևմտյան արժի համակարգը, ուզում է եվրոպական ընտանիքի անդամ լինել, ուրեմն պետք է ինքը հասկանա, որ իր անգամ եթե որևէ մեկին չի հավանում այդ ուղությունից, որևէ մեկին չի, ինքը պետք է հասկանա, որ իր ձայնը նշանակություն ունի, թե ինքը իր ձայնը չօգտագործի, իր ձայնը ապորինի, ոչ ապորինի, այսինքն բացակայությունը կօգտագործվի, ասենք Աստված մի արասցե սկսեն ընտրախախտումներ անել, այդպես օգտագործվի եւ այլն, հա։ Այսինքն ինքը գոնե պետք է գնա գաղափարական ընտրություն անի։ Այսինքն հասկանա։ Գաղափարական ընտրության համար պետք է սոցիումը այո, ինքը պետք է հասկանա, որ լավ, ես ոչ մեկին չեմ հավանում, բայց իմ ձայնը կարևոր է մեսիջի առումով, որ այնտեղ իմանա։ Այո, այո, չէ, բայց մենք ընտրում ենք սա իմ հարևանն է, ես իրան գիտեմ սկզբունքով, սա իմ մորքուրի սամուսինն է, նա մյուսն է, ինչի մասն է խոսքը։ Ով է նստելու ձեր պես կամ մյուսի պես մտածի, այ ինչ մեսիջ ես պետք է, մարդիկ մեսիջ բառը չգիտեն ինչ բան է, շատ դեպքերում։ Ուղերձ ասենք։ Ուղերձ ասենք թեկուզ, հա։ Այսինքն չգիտեմ, ապրեք տեսնենք ինչպես ասում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ կյանքի ցանկացած էտապում մենք պետք է ինքնակրթվենք։ Մենք էլ այնպես չի, որ ամեն ինչ միանգամից ենք իմանում։ Պետք է աշխատել։ Հիմա նոր թեմա եք բացում, որովհետև կրթությունը դարձել է նաև բայց հենակետային է։ Բայց հենակետային է, անկասկած, կարծում եմ, այս թեմայի շուրջ առիթներ կունենանք զրուցելու։ Շնորհակալ եմ շփոթվի համար։ Բարեկամներ, ենթադրությունները թողնում եմ ձեզ, ինչպես ասում եմ, եթերի վերջում մտածեք այս ուղղությամբ։ Հետաքրքիր բովանդակությամբ, բայց միևնույն ժամանակ բավականին ցավալի ենթատեքստով ակցիա էր այսօր տեղի ունենում Երևանում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները այսօր Երևանում ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ, պահանջելով Սամվել Շահրամանյանից, որպեսզի նա վերադարձնի քաղաքացիներին նրանց պնդմամբ, ինչպես ժամանակին պնդում էր եղել, Լեռնային Ղարաբաղում առնվազն 48 ընտանիքի կողմից թալանված 467 միլիոն դոլարը։ Այսպիսի պահանջի ներկայացնում ցուցարարները, ակցիայի նախաձեռնողներից Արտուշ Օսիպյանը Շահրամանյանին հորդորել է գնալ Հայաստանի գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել Լեռնային Ղարաբաղում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։ Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության դիմաց,
ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպում այնուամենայնիվ եղել է, ցանկապատի այս կողմում կանգնած էին ցուցարարները, մյուս կողմում պարոն Շահրամանյանն էր ու այս կողմից ու այն կողմից բարձրախոսներով հաղորդակցություններ տեղի ունենում, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ձևաչափի երկխոսության մասն է խոսքը, առաջարկում եմ մի քանի դրվագ այսօրվա հանդիպումից։ Եվ եթե խոսում եք Թալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակիցն եմ։ Մի րոպե։ Այսքանը, եթե կա անհրաժեշտություն, առանձին էլ կարեմ ձեզ բացատրեմ։ Հաջորդ հարցը լսում։ Այ ասում եք, պաստորը, դուք ասում եք, ինչ հնարավոր արել է, արդյունք չկա խոշոր հաշվով ու ինչ-որ սպասել նոր անդելիքներ չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ թալանածը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար մենք հրապարակային այդ հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ ենք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունեն, կիմանանք, որ արել եք, չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ թալանածը ոնց դատաիրավական պրոցես արագացնենք, որ մարդիկ աղետում չհայտնվեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասում եք, ստեղ հավաքվածների, չգիտեմ ում գումարային $5 միլիոն, հավատացեք, հիմնադրամում այնպիսի գումարներ է յուրացվել, որ $5 միլիոն այսքանի մեջի բաժանած, սովորական մարդիկ են երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկավեցել։ Մենք խոսում ենք, պարոն Շահրամանյան, դուք էլ տեղյակ եք, համանավանդ 2 տարի ԱԱԾ-ի պետ եք եղել Արցախում, ու Արցախը գիտենք, տելեկոմով, ոսկյանքով, ոնց է թալանվել որոշ վերնախավով, մի բան էլ չեք արել, բայց թողենք մի կողմ։ Հիմա այս վիճակում ենք, որ հիմա ենք հայտնվել։ Կա կարիքը, միասին գնում ենք։ Դուք մտնում եք, դες կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպես լինի, չի ստացվել, դες անելիք ունենք։ Ես քեզ հասկացա, եթե դուք գտնում եք, ներկայացնում եք ժողովրդին, մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ, ներկայանալ դատախազություն, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3 առաջ օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ձեր ներկայությամբ։ Դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Գնանք ազգային ժողով, այնտեղ եւս բավականին թեժ էր մթնոլորտը, այսօր լրագրողներից մեկը բառացիորեն հունից հանեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով պարզապես չէր պատրաստվում որևէ հարցազրույց տալ։ Վերջ, չեմ տալիս ձեզ, լսեք, չեմ տալիս հարց, ներողություն եմ խնդրել, լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստենից, լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք, սա ասա տարածք է, եղավ շնորհակալություն, բայց այնուհանդերձ դուք ասեմ հեռու գնա, դուք չեք ուզում այդ ոչ, գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Տեսեք, իհարկե այս ամենը շարունակվում էր երկար, բայց այս մի քանի դրվագն էլ ուղղակի բավարար էր հասկանալու, թե ինչ էր կատարվում ազգային ժողովում։ Ես այստեղ մի հսկայական բաց եմ տեսնում, եւ այդ բացը հիմնականում վերաբերում է պետական կառույցներում, այդ թվում ազգային ժողովում լրագրողների գործառույթների կարգավորմանը։ Երբ հարցազրույցների շարքով գտնվում էի Վաշինգտոնում եւ մեզ մի քանի ժամ բացատրում էին, թե ինչ պետք է անենք պաշտոնական հանդիպումների ժամանակ, ինչպես պետք է նկարահանենք, որ կողմից, որտեղ պետք է լինի տեսախցիկը, բարձրախոսը, ոնց պիտի մեզ դրսևորենք, ինչպես պետք է անձնական տարածքը պահպանենք եւ այսպես շարունակ, ես հասկանում եի, որ Հայաստանում էթիկան լրագրողական շատ վատ
վիճակումը եւ մենք եւս մեկ անգամ դրանում համոզվեցինք։ Քաղաքական առումով էլ չեմ ասում։ Բայց ես էլ լինելով հեռուստատեսության մարդ, մասնակցելով նկարահանումներին, ես չեմ կարողանում հասկանալ, ինչպես կարող են տասնյակ լրատվականների ներկայացուցիչներ, իդեպ երբ որ ասում ենք լրատվական, անպայման նշենք, որ հանրային մուլտիպլեքսում շատերը հեռարձակում չունեն, ովքեր մասնակցում են այդ հանդիպումներին, գործնականում on-line առցանց մեդիայի, այսպես ասած, ներկայացուցիչներ են տասնյակ խմբերով վազեն այս կամ այն քաղաքական գործչի հետևից։ Ես դա չեմ հասկանում եւ չասեք, թե դա խոսքի ազատություն է։ Միացյալ Նահանգներից ավելի խոսքի ազատության ջատագովն ու պաշտպանը չլինենք, հա, հանկարծ, բայց մի հատ փորձի համար եկեք պատկերացնենք այս նույն վարքագիծը դրսևորենք, չեմ ասում Սպիտակ տանը կամ Կապիտոլիումում, չէ, փորձեք գնալ, ասենք Գլենդելի քաղաքապետարան եւ փորձեք որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ այսպիսի հարցազրույց կազմակերպել։ Տեսնեմ ինչ կստացվի։ Ես եւս մենք լրացում, ես բացարձակ ոչ պարոն Սուքիասյանին եմ պաշտպանում կամ որևէ լրագրողի եմ մեղադրում, ոչ։ Ես ասում եմ, որ արդեն որերորդ անգամն է մենք ազգովի տեսնում ենք այսպիսի խայտառակ տեսարաններ։ Եթե սա լիներ օրինակ դրսում, այգիում, Բաքվում, դա ուրիշ բան։ Քաղաքական գործիչը, հանրային մարդը անցնում է, լրագրողը ունի հարց, մոտենում է, տալիս է իր հարցը, մեկնաբանում է եւ այսպես շարունակ, բայց պետական կառույցներում, այն էլ ազգային ժողովում տասնյակ լրագրողներ վազեն, հրահրեն եւ փորձեն ինչ-որ բան կորզել, սա մեղմ ասած ընդունելի ձևաչափ չէ։ Բայց ինչևէ, այնուամենայնիվ, պարոն Սուքիասյանը խոսեց եւ ասեց այն, ինչ ուզում էր։ Ես ասել եմ չեն կռվել, չէ, մի րոպե, մենակ թվերը չի, այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր, ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասին ես այն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարիա քրեական գործեր ա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես, իրանց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան, շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000 զոհ, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Ասել որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, լսեք դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ։ Խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի եղբայրները, նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Սրա մասին է։